Սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին։ Մասին է խոսքը, որպեսզի ինքնապահություն։ Համար առաջին մրցանակին, այդ ինչպես է։ Ես ուշադապվել եմ։ Դատարկ մարմինները շուտ են օդ բարձրանում։ Բարև ձեզ, սիրելի հայրենակիցներ։ Ճանաչիր մերոնց հաղորդաշարն է եթերում եւ այսօր սիրով ուզում եմ ներկայացնել մեր հյուրին։ Հայ ժողովրդի արժանավոր զավակներից մեկին, հայ երգի անզուգական կատարող Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ պարոն Ռուբեն Մաթևոսյանին։ Բարև ձեզ։ Բարև սիրելիս։ Նախ շնորհակալություն հրավերի համար։ Ես ոչ անտունեմ, ոչ էլ տարագի, ունեմ հանգրվան, ունեմ մոտևան, ազատ հայրենիք, երջանիկ երկիր, երջանիկ երկիր, բարի արագիլ, բախտի արագիլ, արագիլ ամրան, արագիլ գարնան, իմ տան մոտ ապրիր, բարի արագիլ, Շատ ուրախ եմ, շատ հաճելի է։ Դուք մեր հայ երգի կատարման, պրոպագանդման, զարգացման արժանավոր եւ Շնորհակալություն։ կատարողներից եք եւ հետևորդներից եք։ Շնորհակալություն։ Հիմա ուզում եմ մի հարց տալ։ 1961 թվականին հաստորեն 20 տարեկան հասակում։ Դեռ 20 էլ չկայի։ 20 էլ չկայի։ 19։ 20-ին ձգտում եք 20-ին, 20-ին մոտ։ Արժանացաք Շերամի երգերի կատարման համար առաջին մրցանակին, այդ ինչպես է եղել։ Նախ ուրեմն ասեմ, որ 61 թվականին դա երևույթ էր առհասարակ խորհրդային երկրի ռադիոկայանների ծրագրերում տեղ գտնելու համար ռադիոն հայտարարեց Հայաստանի ռադիոն երգի կատարող ընդհանրապես հայ երգի մրցանակաբաշխություն, ռադիո մրցանակաբաշխություն եւ յուրաքանչյուր կատարող ինչ որ համարի տակ էր նրա անուն ազգանունը չէր հայտարարվում իդեպ ոչ միայն կատարողների այլև ստեղծագործողների անունները չէին հշվում համար այսինչ ծածկագրում էին այո ոչ ոք չգիտեր միայն հանձնաժողովի նախագահն գիտեր եւ ով էր նախագահը հանձնաժողովի նախագահն ուրեմն Գրիգոր Եղիազարյանը ուրեմն եւ Էդվարդ Միրզոյանը հանձնաժողովում էին Մերանգոլյանը եւ ասեմ հեղինակը այդ ինչա մրցանակաբաշխության այդ ժամանակ Հայաստանի ռադիոյի երաժշտական ռադիոհեռուստատեսության երաժշտական խմբագրության գլխավոր խմբագիր Վլադիլեն Բալյանը նրանք պետք է նրանք մի երկուսը գիտեին բայց ոչ բոլորը մնացյալը չգիտեին ավելին հանձնաժողովի մյուս անդամներ առհասարակ չգիտեին մասին է խոսքը որպեսզի կողմնապահություն չլիներ չգիտեմ ճիշտ էր ընտրված ձևը ես հանդես էի գալի համար 5 թվի ներքո կարելի է այդպես ասել բայց ես շատ ուրախ եմ որ 5-րդ համարն էի 5-րդն էի ոչ թե առաջինը որովհետև ամբողջ կյանքում 5 նշանակում է գերազանց մանավանդ այդ տարիների դպրոցի համար 5 նշանակում է
շատ լավ թիվ։ Եվ վերջը Բարի թիվ 5։ ձերքի մատները 5-ն են։ Ամեն ինչ։ Ես շատ ուրախ էի դրա համար։ Իսկ ինչպես էին ընտրվում։ Ինչպես, այսինքն չէ, երգը մենք էինք ընտրում կամ ղեկավարներ ընտրում։ Հետո նրանք պետք է ձայնագրվեին որոշակի անսամբլների հետ։ Բնականաբար ես պետք է երգեի ժողովրդիկների անսամբլի հետ Մերանգոլյանի ղեկավարությամբ, արդեն բնականաբար Մերանգոլյանը գիտեր, որ ես եմ երգե, բայց նա չէր կարող ինձ ձայն տալ, այսինքն իր ձայնը որոշիչ չէր, բայց կարևորը նախագահների կարծիքներ եւ նրանց որոշումը եւ ոչ թե Մերանգոլյանի այդ պարագայում, որովհետեւ իմ պարագայում, որովհետեւ ես արդեն երգում էի անսամբլում եւ արդեն հերոստատեսությամբ իմ առաջին ելույթը կայացել էր, եմ ռադիոյով երգել էի, որ ծանոթ երգիչ կարելի է ասել, նոր սկսնակ ծանոթ երգիչ եւ ես երգեցի հորովել երգը։ Այդ մի քանի 4-5 ստեղծագործություն ռադիոյում հնչելուց հետո ամենավերջում իմ ձայնագրությունը հնչեց հորովելը, հետո ես էի երգե, ես չճանաչեցի իմ ձայնը, տանը որ լսում էի, հավաքված ասի, «Էս ով է երգում, էս ինչ լավ է երգում»։ Ասի, «Դու ես երգում, չես ճանաչում»։ Դե ես իմ ձայնը երբեք չէի լսել։ Հետո արդեն սովորեցի իմ ձայնին։ Այդպես առհասարակ մարդը իր բերանից դուրս եկած խոսքը ականջով չի լսում, ներքին լսողությամբ է ընկալում, բայց երբ որ իրեն ձայնագրում են եւ ինքը լսում է, զարմանում ասում է, «Էս ով է»։ Հետո իհարկե պարզվում որ ինքն է։ Բնականաբար ես էի, հետո պարզվեց, որ ես արժանացա հանձնաժողովի վերջնական որոշմամբ, որոշվեց, որ անկասկած առաջին տեղը տրվում է Ռուբեն Մաթևոսյանին։ Ես չգիտեմ, ես ուրախացա, չէի տխրե, թե բայց վեր չթռա, ոչ էլ մեծամտածա, բանա երկին գնահատական են տվել, ամեն պահի կարող են գնահատական տալ, դա ոչ թե մեծ բան, շատ մեծ բան էր, բայց այն չի, որ դու մի խոսքով ես այդպես սովորեցի չզարմանալ, երբ քեզ որևէ աստիճան են տալիս կամ ինչ-որ կերպ կարողանում են քո նշանակությունը կարևորել կոչմամբ եւ այլ, ես երբեք ոչ մի անգամ ոչ վաստակավոր արտիստի, ոչ ժողովրդական արտիստի, վայ ինձ տվել են կոչում, լավ են արել, բայց շնորհակալ եմ դրա համար, ես շատ զուսպ եմ ընդունել այդ բոլորը, իսկ իմ փոխարեն հպարտացել է ղեկավարը, հպարտացել են իմ ընկերները, ես շատ սովորական, միայն այն պահին, երբ հայտարարել են արդեն ոչ պարզանուն, այլ կողքնել կպցրած որևէ կոչում կրելու կարևորություն, այդ ժամանակ ժողովրդի ուրախությունից ես հասկացել եմ, որ այո, երևի թե արժանի եմ եղել այդ կոչմանը, որովհետև ես ազնիվ եմ եղել։ Նախ ինքս իմ հանդեպ, հայ երգի հանդեպ և մեր աշխատանքի բոլորի նկատմամբ ես շատ ազնիվ եմ վարվել, երբեք դուս պրծուկ չեմ եղել, այդպես ասենք։ Մի հատ խոսք կա, կարևոր խոսք կա ասում են դատարկ մարմինները շուտ են օդ բարձրանում։ Երևի։ Իսկ հանձը ինչքան լիքն է լինում, այնքան ինքը գետնի վրա է լինում եւ դատարկ բաներից չէ։ Հետո դրանից հետո վերադառնալով ձեր խոսքին ասեմ, որ հաջորդ տարին տեղի ունեցավ դարձյալ մրցանակաբաշխություն եւ այս անգամ ուրեմն Շերամի երգերի կատարման համար ես առաջինը որպես ռադիո մրցանակաբաշխության լաուրեատ դափնեկիր կարելի ասել, բայց լաուրեատ էին գրում այն ժամանակվա խոսքով առաջ գնանք, լաուրեատ էի, բայց չէի սիրում, որ հայտարարեն, ռադիո մրցանակաբաշխության հետո ինչ, այդ ինչա, որ դրա համար,
բայց դա շատ մեծ բան էր։ Թվում է թե այդ ինչ է, բայց դա շատ կարևոր մեծ նշանակություն ունեցող իրադարձություն էր։ Նախ որ ամբողջ խորհրդային երկրում նման բան ռադիոկայաններում չէր եղել, միայն Հայաստանը սկսեց, հետո արդեն կենտրոնական բանը համայնքական ռադիոն ունեցավ բարձրակամացություն մյուսները բոլորն էլ, բայց առաջինը մենք արեցինք նման բան, հետաքրքիր էր, այդ իրավունք է տալիս հպարտանալու։ Հետո ուրեմն տեղի ունեցավ Շերամի երգերի կատարման համար, իսկ ասեմ, որ ուրեմն այդ ժամանակ նախագահը Շարատալյանն էր։ Իսկ Շարատալյանին պետք է նկատել ոչ միայն երգիչ, այլ ուրեմն գործիչ էր, մշակութային հզոր գործիչ, իսկ Շերամի առնչմամբ ասեմ, որ Բա իհարկե իրեն հոգեհարազատ էր, ախր իր հորեղբայրն է Շերամը, ինքն էլ Ջամբուսան Ջամալու տղան էր, Նիկիտի, մի խոսքով ուրեմն ինքը Շարա Նիկիտիչ էր, իսկ նա էլ Շերամն էլ Գրիգոր Տալյան։ Նա էլ Տալյան, ինքն էլ Տալյան, Շարան էլ Տալյան, բոլորն էլ Տալյան։ Շատ իրեն հոգեհարազատ էր եւ ինքը շատ լավ գիտեր, մանավանդ ինքը եղել է գուսանական երգերի անզուգական կատարող մինչ օպերային երգիչ դառնալը եւ մինչ առաջին Սարոն լինելը։ Նա երգել է բացառապես գուսանական եւ ժողովրդական երգեր։ Եվ իհարկե հետագայում էլ ձայնագրեց այդ երգերը արդեն հասուն եւ շատ պրոֆեսիոնալ մակարդակով, իսկ Շերամը իր համար շատ հարազատ է, նա գիտեր թե այդ մարդու ստեղծագործությունները ոնց կատարեն, ախր Շերամի որդին եղել է մեր կոնսերվատորիայի այսօր որ Կոմիտասի անունն է Փարքով կրում, առաջին ստեղծագործական դասարանի մանկավարժը եւ նրա մոտ են սովորել հետագայում իհարկե հայ ստեղծագործական մտքի սերուցքը կազմող ստեղծագործողներ, այդ թվում Ալեքսանդր Հարությունյան, Էդուարդ Միրզոյան, Ղազարոս Սարյան, Արնո Բաբաջանյան, Ադամ Խոդոյան եւ իհարկե Արամ Մերանգոլյան։ Բա իհարկե նրանք եւս Շերամին պաշտում էին, որտեղ իրենց ուսուցչուհայրն էր եւ հրաշալի գիտեին, թե ինչ ասել է Շերամի ստեղծագործություն, այնպես որ առաջին մրցանակի արժանանալը նվեր չի եղել, գիտակցված քայլ է եղել, մանավանդ որ ես երգել էի Դունիմ Մուսանես ստեղծագործությունը, իդեպ այսօր ռադիոյում պահպանվող Դունիմ Մուսանես ստեղծագործությունը հենց այդ տարիների ձայնագրությունն է եւ երբ որ ինքս այսօր լսում եմ այնտեղ մի երկու տեղ կա երրորդ քառյակի մեջ բառի արտասանության մեջ որ մատնում է տարիքը բայց մնացած բոլոր ֆրազաները երգելու պահին չես զգա որ այնտեղ երիտասարդ կամ սկզնակ երգիչը շատ հասուն եւ խելքը գլխին երկողի տպավորություն է թողում մանավանդ որ ձերբազատված է ստեղծագործությունները ավելոտ կրկլանքներից բաներից այսինքն այնպիսին ինչպիսին որ ցանկանար լսել ինքը Շերամը ես ինչն եմ ուզում նշել ինչն եմ անպայման ուզում նշել որ փաստորեն դուք լինելով 20 տարեկան 20-21 տարեկան այդ ժամանակ հայտնի Շերամի երգերի կատարողներ կային չէ նույն Արաքսյա Գյուլզադյանը բայց ասեմ որ հա դե բայց կար Շերամի ուրեմն երգերի նախատիպը ներկայացնող եւ առհասարակ Շերամին ճիշտ ներկայացնող Արաքսի Գյուլզադյան Կարշողիկ Մկրտչյան Վաղարշակ Սահակյան բայց ամենից շատ Արաքսին է երգել նրանից հետո եկավ 46 թվականից հետո Օֆելիա Համբարձումյան որ մի քանի աստիճան
բարձրացրեց Շերամի երգերի կատարման նրբությունը եւ հմայքը ներկայացրեց իր պրիզմայով անցկացրած ստեղծագործության հնչողությունը հետո ես ինքը Շարատալյանն է շատ երգել Շերամ երգել է նաեւ Տաթևիկ Սազանդարյանը շատ լուրջ երգիչներ են երգել Շերամի երգերը եւ ախր ոնց կարելի է չերգել չեն երգել եւ Մերանգոլյանը չէր թույլ տալիս երգելու նրան ովքեր չունեին երգի ինքնություն բան ոնց ասեմ երգի իմաստը հասկացող եւ երգին նվիրվելու ոգուց դուրս գալ էլի հոգուց ջիգյար այդ դեպքում կարելի է այդ սխալ բառը օգտագործել օտար բառը որը չէր կարող զգալ թե ինչ ասել է սիրո արտահայտություն երգի միջոցով ես չգիտեի սերը ինչ է բայց ես այնպես էի երգում կարծես մի հասուն տարիքի տղամարդու գիտակցություն լիներ չգիտեմ այդպես էին ասում ես կրկնում եմ նրանց միտքը չեմ ասում ինքս իմ կողմից ես արձանագրեմ որ որպես սիրահար սիրողական մակարդակով իհարկե հետագայում երբ որ ես վերադարձա այսինքն շատ նվիրվեցի Շերամին իսկ իմ կատարմամբ 16 ստեղծագործություն ձայնագրվել է այդ թվում երգեր որ առհասարակ ոչ ոք չի երգել օրինակ գալիս եմ դուրդ օլոր մոլոր հետո ուրեմն տոնածառը կանաչ է հետո սիրուն սարեր հետո շատ կան մի խոսքով հիմա այս պահին շփոթ է առաջանում մոտս չեմ կարող իրար հետևից ասել թե բայց գիտեմ որ 16 երգ երգել եմ եւ բոլորն էլ մեկը մյուսից ավել բայց այնպես ինչպես զգացել եմ շատ քիչ հա քեզանից մաս չունեմ ստեղծագործության կատարումը բոլորովին այլ մեկնաբանություն նույն նոտաներն են նույն երգն է նույն մեղեդին բայց ես բոլորովին այլ կերպ եմ ներկայացրել ես չեմ սիրել կրկնել նախորդին թութակներն են կրկնում դու քո ներքինը պետք է ներկայացնես դու պետք է երգես իսկ դա նշանակում է դու պետք է գիտակցես այդ երգի կարևորությունը եւ այդ երգի ներթափանցման երգի ներսը թափանցելու գաղտնիքը տալիս է ինքը Շերամը հենց առաջին իսկ պահից երբ սկսում է նախանվագը կատարող ես օրինակ լրիվ անեանում ես վերանում ես չկա ուրիշ բան կա միայն այդ երգի աշխարհը որ այդ բառերը այդ մեղեդու զարգացումը սկիզբը այդ անկախ քեզանից ուզում ես երգել իդեպ Մերանգոլյանը շատ հետաքրքիր պատմություններ էր պատմում ինձ որտեղ շատ էր սիրում եւ անպայման ուզում էր որ ես տեղյակ լինեմ շատ երևույթներից ասում էր կենթանի համերգի ժամանակ երբ Արաքսին երգում էր Շերամի երգերը եւ առհասարակ մյուս երգերը այնպես էր տրանսի մեջ մտնում որ ասма ապշում էին բոլորը իսկ երաժիշտներից շատերը չէին նվագակցում 1 2 3 հոգի էին նվագակցում բայց ինչու համար ոչ թե չէին կարող ուզում էին լսել եւ ասում ես էլ ասում բան չէի կարող անել համերգը կենթանի է չեմ կարող ասեմ նվագեք ձայնը կգնա երգում էր Արաքսին այդպես ասում վերացած այդպիսի մի դեպք տեղի ունեցավ ինձ իսկ դա շատ հազվադեպ է լինում ես ռադիոյում կենթանի համերգի ժամանակ վաղօրը իդեպ Մերանգոլյանը շատ հետաքրքիր սովորություն ուներ բացի ձայնագրություններին պատրաստվելու կարևորությունից մեր կենթանի համերգների ժամանակ սովորաբար ամեն մեկս մի 40-50 ստեղծագործության ցուցակ ունեինք որոնք իրավունք չունեինք ձայնագրելու լավ երգերի
դրանք մնում էին ոչ թե ռեզերվ, այլ մնում էին կենթանի հաղորդման համար, որովհետև մեխանիկական հաղորդումները եթերում էին, եւ եթե դու կենթանի համերգին դա կրկնեիր 3 հաղորդած երգը, ինչ հետաքրքրություն։ Ուրեմն ուրիշ երգ պետք է երգեի, այդ նկատի ունենալով յուրաքանչյուրս ունեինք հատուկ ծրագիր, որ կենթանի համերգներին էինք միայն երգում, ամեն անգամ տարբեր երգեր, բայց մինչև հերթը գար նորից այդ մյուսը կրկնելուն մի քանի ամիս անցնում էր, այնպես որ շատ լավ սիստեմ էր, բայց ցավոք սրտի նաև վատ, որովհետև հրաշալի ստեղծագործություններ են եւ մենք զրկված էինք ձայնագրելու իրավունքով։ Հետագայում ձայնագրեցինք արդեն հասուն երգիչ լինելուց հետո, երբ արդեն այդպիսի բաներ չկար, մենք ձայնագրվեցինք, բոլորս էլ ձայնագրվեցինք։ Հայմի հարց տամ, այդ որ ասեցիք երգերի ընտրությունը, ենթադրենք այս մեկը պետք է երգի Ռոբեն Մաթևոսյանը, այն մեկը Օֆելիա։ Ասեմ ինչու երգերի ընտրությունը, երբ ստեղծագործողը ներկայացնում էր երգը, նախ ինքը հայտնում էր, որ շատ կուզեր, որ այսինչ կամ այնինչ երգիչը երգի։ Հեղինակն էր այսինքն։ Այո, հեղինակը։ Նրա կարծիքը շատ կարևոր էր։ Երկրորդը դրանից հետո նայում էր Մերանգոլյանը, թե Ճիշիտուրան, այսինքն ձայնածավալը որպեսզի նա կարող է այդպես երգի, ասում էր այո, արդեն որոշվեց, իսկ եթե ասում էր ոչ, գուցե ուրիշ է, որովհետև այստեղ ուրիշ է ձայնածավալը, համաձայնեցնում էին, համոզվում էր հեղինակը եւ հանձնարարում էին նրան, բայց կարել դեպքեր, երբ որ ինքը Մերանգոլյանը առանց հեղինակի կարծիքը հարցնելու, ինքը նայում էր ստեղծագործությունը ու տեսնում էր, ասում էր սա իսկական այսինչ երգչի կատարման համարագրված եւ նա կերգի, բայց լինում էր նաեւ, որ հեղինակը հատուկ այսինչ երգչի համար էր գրում, դա այդպես էլ կար եւ դա շատ ճիշտ բան էր, այդպես ես ուրեմն հարյուրավոր երգերի առաջին կատարող եմ եղել, շնորհիվ նրան, որ այդպես են ցանկացել հեղինակները, այդպես է ցանկացել գեղարվեստականը, այդպես եմ ցանկացել ես։ Եվ Բարի Արագիլ, հա։ Չէ, դե Բարի Արագիլն էլ էլի հատուկ գրվեց, որ ես երգեմ։ Իդե Բարի Արագիլը առաջին երգն էր Ալեքսեյ Հեքիմյանի հայերեն հայ երգերի մեջ, հայկական ստեղծագործական ոնց ասեմ, կատարողական արվեստի մուտքի համար առաջին երգն էր Բարի Արագիլը եւ Ես իմ սիրտը քեզ եմ տալիս, այդ երկու ստեղծագործություններն էր, որ Հեքիմյանը ներկայացրեց եւ գրել էր հատկապես իմ կատարման համար։ Ես շատ գոհ եմ եւ շնորհակալ ինձ ներկայացրեցին իրեն, իհարկե, շատ պատկառելի մարդ էր, շատ ազդեցիկ եւ տարօրինակ, որովհետեւ միլիցիայի գեներալ էր,
եւ շատ ռոմանտիկ մարդ էր, այսինքն երգեր էր գրում, իդեպ մինչև հայկական երաժշտարվեստ մուտքը նրա ստեղծագործությունը կատարվում էին Մոսկվայում ռուսների, մյուսների կատարմամբ, նա շատ ընդունված եւ հարկի ստեղծագործող էր եւ նրա մասին շատ բարձր կարծիքներ էին հայտնել, այդ թվում նաեւ Արամ Իլիչը, ասեմ որ նա նոտա չգիտեր, չէր սովորել երաժշտական դպրոցում, հետո հետագայում սովորեց իհարկե, բայց ոնց էր զգում երաժշտության զարգացումը, սկիզբը, առհասարակ մեղեդի կազմելու ունակությունը, ընդունակությունը, ձիրքը, շնորհքը, որը իր ներսում արդեն կար աստվածային կայծով, հետագայում արդեն, որտեղ ամեն մարդ չի, կարող են ստեղծագործություն գրել, բայց մեղեդին, այսինքն մեղեդին պակաս լինի, ամբողջական չլինի, ամբողջական չլինի, բայց իր մոտ դա ստացվում էր, հատկապես երգերի, իսկ նա բացառապես երգեր գրում, հետո իհարկե այնպիսի երգեր, որ առաջի անգամ պետք է բոլոր թեմաների շուրջ գրել է, լեզվի, հայ կնոջ, մեր պատմական քաղաքների այդ թվում Անի, Ղարաբաղ, Երևան, դե Երևանը սրբությունը արդեն, բայց պատմական արժեքների մասին էլ էր գրում երգեր եւ լավ միտք ունեցող եւ լավ մեղեդիներ, հրաշալի մեղեդիներ, փառք այդ տեսակ մարդկանց, էլ չեմ ասում մնացած հրաշք կոմպոզիտորները, աննման գուսանները, մեր ժողովրդական հին ավանդական երգերը, որոնք յուրաքանչյուր կատարողի հետ ծնվում էին նորովի, հնչում էին նորովի, ժամանակի շունչը գիտակցելով, այո ժամանակի շունչ, բայց պրոֆեսիոնալ մեկնաբանությունը եւ գիտակցությունը երբեք չի փոխվում եւ ոչ մի ժամանակ մնում է նույնը, զարգանում է եւ ոչ թե անկում ապրում, հուսանք որ մեր հետագայի բոլոր երգերը պետք է այդ գաղափարով ծնվեն եւ այդպես զարգանան, մաքուր ազգային մեր արմատներին, այո ճիշտ մտածելակերպով, այ հիմա դուք ինքներդ որպես սկզբում եղել եք կատարող Մերան Գուլյանի անվան անսամբլի, հիմա դարձել եք գեղարվեստական ղեկավար, փաստորեն 96 թվից առ այսօր պաշտոնապես դուք Արամ Մերան Գուլյանի 92 թվականից 4 տարի միջանկյալ ես իհարկե տեր լինելով մեր լավագույն իմ ընկերներին նկատվեցի իբրև ղեկավար գեղարվեստական եւ երևի թե լավ աշխատեցի, որի արդյունքը եղավ 96 թվականի հրամանը պաշտոնապես նկատել ինձ անսամբլի գեղարվեստական ղեկավար, գիտեք ինչ գեղարվեստական ղեկավարը պաշտոն չի, պատասխանատվություն է եւ իմացություն տվյալ գործից, տվյալ գործի մեջ այնքան ներգրավված, որ դառնում է այդ գործի մասնագետ չասեք ծիծաղելի է, այդ գործը հրաշալի իմացող մեկը, դա իր գործն է եւ հենց այդպես նա կարող է օգտակար լինի հաջորդ սերնդի դաստիարակման գործում եւ ստեղծագործությունների հնչողության կարեւորությունը պահպանելու կարևորագույն, ինչ ասեմ, առաքելությանը, որովհետև չի կարելի հինը փոխակերպել, դարձնել, ասել, որ նոր ուզում ես նոր ստեղծագործություն գրի, սիրով կկատարեն բոլորը, բայց պետք չի հինը արդեն գրված է, թող մնա իր տեղում, դու նորը գրի եւ նոր խոսք ասա, նոր խոսք չի նշանակում հինը դարձնենք այնպիսին, որ ոչ անճանաչելի լինի,
նշանակում է նոր ստեղծագործություն գրես, որ բոլորը լսեն եւ ասեն ինչ գեղեցիկ երգ է։ Այդպես են ծնվում երգերը, այդպես են մտածել մեր կոմպոզիտորները, նույնիսկ ամենաերիտասարդները, ել չեմ ասում միջին սերունդը եւ ավագ սերունդը, որոնք փառահեղ գործ են արել եւ ոսկեֆոնդ ստեղծել, ոչ միայն համերգային կատարումների ծրագրերում տեղ ունենալով եւ ինչ ասեմ, պատվավոր տեղ ունենալով, այլև ռադիոյի ձայնադարանում պահպանելու կարևորությունը նկատվելու համար։ Մենք ուղղակի ասում ենք ռադիոյի ֆոնդը անցնում ենք առաջ, ոչ, շատ կարևոր է, փաստորեն մեր ամբողջ անցյալը չասեմ, բայց մեր ամբողջ երաժշտությունը իր լավագույն կատարումներով պահպանվում է հատկապես ռադիոյի ֆոնդում, որից հանգիստ կարող է օգտվել հեռուստատեսությունը եւ եւ բոլորը դա դպրոց է նաեւ, որ տեսնեն թե ինչպես են կատարել, միթե կարելի է, միթե չի կարելի, ենթադրենք Արամ Տեր Հովհաննիսյանի ձայնագրություն ղեկավարությամբ երգչախմբի ձայնագրություն շատ ուշադիր լսել եւ դասեր քաղել, իհարկե այո, անպայման պետք է գնան դաս լինի, նստեն դասախոս դասի նոր հասկանաս, դրանից լավ դաս մեծ դասախոսություն։ Եվ այդպես բոլոր ստեղծագործություն կամ լսես, ուշադիր լսես, թե ինչպես է երգել Գոհար Գասպարյանը, ինչպես է երգել Օֆելիա Համբարձումյանը, ինչպես է երգել Հովհաննես Բադալյանը, կամ ինչպես է երգել թեկուզ Ռուբեն Մաթևոսյանը, ինչպես է երգել Արաքսի Գիլզադյանը։ Սրանք ժամանակատարեգրություններ են, ժամանակաշրջանն է կարևորելու աստիճաններ, որ դու պետք է անպայման հասկանաս եւ տեղյակ լինես եւ ուշադիր լինես, որ այսինչի մոտ ստեղծագործությունը այսպես է մեկնաբանվում, իսկ այն մյուսը բոլորովին այլ կերպ, բոլորն էլ ճիշտ են, բայց դա ժամանակի ազդեցությունն է եւ անձի գիտակցությունը, որ ներգրավվել է այդ ստեղծագործության մեջ, ներդրվել է ավելի ճիշտ ստեղծագործության մեջ եւ բոլորովին այլ կերպ հնչելու կարևորություն է դարել եւ ներկայացվել է երաժշտասեր հադրությանը։ Հա, մայստրո, ես գիտեմ, որ ձեր ելույթների ժամանակ բազմաթիվ հետաքրքիր ելևեջումներ, հետաքրքիր զգայական ինչ-որ բաներ են եղել, պատմություններ, կուրիոզ, այ մի քանիսով կիսվեք։ Զավեշտական, հա։ Այո։ Ուրեմն զավեշտական դեպք բժիշկների տանը համերգ պետք է տեղի ունենար, իսկ այն ժամանակ կարուսուցիչների տուն, բժիշկների տուն եւ այլն։ Այդ անգամ ուրեմն բժիշկների տաններ պետք է ընդամենը 4 ստեղծագործող, 4 կատարող էր հրավիրված։ Հիմա Զոյան պետք է ելույթ ունենար Նելի Դանիելբեկի հետ, Գոհարը պետք է երգեր ուրեմն Էլեոնորա Ոսկանյանի հետ, իսկ Ռուբեն Մաթևոսյանը պետք է ելույթ ունենար Մարիաննա Հարությունյանի հետ։ Հիմա ես համերգը պետք է սկսեի, հետո ջութակով ելույթ ունենար, հետո ինչ-որ մեկը պետք է արտասաներ, չգիտեմ ով էր, հետո Գոհար Միխայելովնան պետք է երգեր։ Գոհարը խնդրեց, չանեմ խնդրեմ, ես առաջինը երգեմ, չեմ կարող սպասել, փորձ ունեմ օպերա։ Այդ ուսուցիչների տունն էլ հենց օպերայի դիմացի հաջորդ մայթն է, դիմացի մայթը։ Երկու քայլից պետք է հասներ օպերա։ Ես ուշանում եմ, չեմ կրնա։ Վերջ ասին, լավ, Գոհար Միխայելովնա, առաջինը դուք երգեք։ Մենք բոլորը սպասում ենք, էլի, այստեղ ուրեմն բժիշկներ են, արդեն տարիքն առած, անվանի եւ այլն։ Գոհարը գնաց։ Դե Գոհարը որ երգում էր, պետք է դահլիճը ջարդեին, չէ՞։ Երգը ավարտվեց, 3 հոգիս էլ ծապտվեցին կամաց։ Մերոնք ասեն, վայ, էս ինչ էր։ Էս ինչ պատահեց։ Ոնց թե։ Էս ինչ դահլիճա, չեն հասկանում։ Չէ, չեն հասկանում, չէ, հա։ Չէ, ոչ մի բան չեն հասկանում։ Իսկ ուր եկանք։ Վերջտեղծ խոսում են, ինչի եկանք, կարիք չկար երևի։ Չարժ էր սրանց համար երգել։ Ոնց կարելի է այդպես բան ասել, մարդ են։
Գարը դուրս եկավ ժպտալով, ասեցին, ինչ ասել, կգնանք կտեսնեք, չասեց անխիղճը, չասեց, կգնանք կտեսնեք, շատ հետաքրքիր ամերգ է, լսում են ասում են, շատ ու շատ իրեն լսում, և շատ լավ են ծապահարում, մենք ասենք, այս կնիկ ես ինչ ասում, ոնց է, իշտ են, երկու հոգիս են ծարեց են նշանակում շատ լավ ծապահարություններ, դուրս եկավ, հիմի Զոյան ասեց, ես վախում եմ, չեմ գնա, Ռուբիկ ջան դու երկի, ասի հա կերքեմ, ինչ ա եղել, Մարիանան ասեց, գնացինք, հետո ուրեմն մեկ էլ տենամ, այդ ժամանակ որ Գոհարը դուրս եկավ, դրա հետևից պետք է դուրս գա նաև կոնցերտմայստերը չկար, մեկ էլ տեսնեք են, վերջի դուրը բացվեց, կոնցերտմայստերը դեղից եկավ ասեց, ուժս, էլ պատճա, Գոհարն ասեց, չանեմ գնացինք, իրենք կտեսնեն, կարիք չկա մի սեր, գնացինք, հիմի ես գնացի, բեմ, բանին էլ մոտեցավ Մարիանան ասեց, Մարիան Արությունովնա, տենց մի գնացեք, ստեղից գնացեք, դաշնամուրը տեղ է, ես չլսեցի ինչ ասում, գնաց Մարիանան են կողմից սենց մի կերպ, ես եկա բեմ, գլուխս կախ, հետո նայեցի դահլիճին, բայց չափշեցի իհարկե, տեսնեմ 3 հոգի ա նստած դահլիճում, 3, մեկը 90 անց, մեկը 100-ից մի քիչ, ես էլ պիտի երգեմ ուրեմն Արմեն Տիգրանյանի Սարոյի Արյան Անուշ օպերայից բարձր սարեր, թե ինչի համար Մարիանան էդ էր նախընտրել, ասեց ես կերգես, կարգին տեղ ա էլի, թող կարգին հապ Գոհար ա երգում, նրանից հետո ինչ պիտի երգես, ավելի լավ ա Սարոյ երգես, ասի լավ կերգեմ, նվագես հիմի ուրեմն տարարամ նվագում, տարարամ, կլավիշները ներս են գնում, տակից անում տարարամ, տարարամ, տատամ, տարարամ, տատամ, տակից անում որ խպի ոտև, մտնում են չէին դուս գալի, հիմա ես ես նայում եմ զարմանալին ինչա, այդ դաշնամուրը դահլիճի վերջում ա, փոխանակ բերեն բեմ դահլիճի վերջում ա, կոնտակտ չկա, այդ ոչինչ, արձագանքի մեջ լսվում ա, դու էլ կարող ես երգել, հիմա ուրեմն այդ դաշնամուրը խփելուց գնում ա պատին հետա գալի, ես մի հատ որ բան արեց, հասկացա, որ եթե բերանս բացեմ, ես կծիծաղեմ, ուրեմն չպետք է երգեմ, առաջի անգամ նվագեց, հետո նայեց ինձ, ապշած, սենց արեցի, մի անգամ էլ նվագի, մի անգամ էլ տաջվելով նվագեց, որ վեր տարարարարամ, բացարձայն ասեց, ես ա երկի, ես ասեցի, հա, ու ասեցի, բարձր, մենակ բարձրն ասեցի, բարձր, իմ այդ տոնայնության մեջ, ծեր, այդ ռեի վրա սկսեցի ծիծաղել ձայնով, էմպիսի ծիծաղ, ես հիմա ես կանայք տղամարդիկ, սենց սիրահարված նայում են, ես ինչքան լավ ա բան, չեն լսում, իրանց տվում ա երկում եմ, ես ուշաթափվել եմ, էլ տեղ չկա պահելու համար են ծիծաղը, խայտարակվում եմ, ինչ անեմ, մեկ էլ ընդից սենցած, Մարիանան ասեց, վայ, էլ չեք երկում, փագես դուս եկավ գնացեք, ինքն էլ ծիծաղալով, հիմա ես, արդեն վերջացե տեսա, որ Մարիան դուս եք ասեն, բրավո, հաջորդ օրը ֆիլարմոնիայից ինձ զանգահարում են, Ռուբիկ ջան, շտապ արի, Գյորգի Գարեգինի չքես կանչում ա, գնացի ասեցի, ռադիո այսօր մի գնա, այսօր ուղղակ արի, այստեղ հետո կգնաս ռադիո, շատ կարևոր խորհրդակցության պետք է մասնակցես, անպայման պիտի ներկա լինես, գնացի, մեկ էլ այդ խմբագրություններ էլ կային ժամանակին, մեկ էլ Օլյան դուրս եկավ ասեց, թե գիտես չի ասեց, հրամանով նկատողություն են գրել քեզ,
եւ պատին կախված ասի, բայց ինչի համար, որ համերգը պրաբալի ես ենթարկե։ Էլ ինձանից հետո Զոյան էլ չի նվագե, ցելա ես չեմ նվագի, ու համերգը պրծելա, ու իրանք շատ գոհ էին։ Էտա հետաքրքիր է։ Գոհարին են տեսե, ինձ են տեսե, հիմի թե երկել ենք, ծիծաղել ենք կարևորություն չէ, տեսել են։ Եվ իրանք ուրախացել են, որ մենք իրանց մոտ ենք գնացել։ Այդքանը բավական է, թե չէ ամեն օր լսում են ռադիոյով, հեռուստատեսությամբ։ Վերջը կանչեց ինձ ասեց. Նստի Ռուբիկ ջան, այդ ինչ է եղել, հելա ինձ պատմի։ Ասի սենց, սկսեց ինքը այնպիսի մի ծիծաղ բան, մեկ էլ կանչեց, փառիկն էլ ուրեմն հատուկ գործերի Գործավար։ Այո, մի խոսքով եկավ, ասեց, հելա գնա այդ հրամանակ տեսնեմ ինչ ես գրել։ Ասեց, արդեն կախել եմ։ Ասեց, գիտեմ, որ կախել ես, բեր, ես կարդամ, ստորագրել եմ, չէ, հետո կստորագրեք, գնա բեր, ես տեսնեմ, ասեց, հենց հիմա բերեմ։ Գնաց պոկեց, բերեց հրամանագիրին, ասեց, քիչ ես գրել, 10 կտոր ասեց, ամոթ չի, դուք գիտեք ինչի համար ծիծաղ է, ասեց, տեղով զավեշ տա, բա դուք չէիք իմանում, որ սենց հալնելու, ինչի համար եք Գոհար Միխայելովնային տարե, Ռուբիկին տարե, մյուսին տարե, ինչ կարիք կար, համերգ կար Բաքվում, 65, 66, 65, հիշեցի, 65 թիվներ, այն ժամանակ, որ Հայաստանում արդեն բռնկվել էր ազգային գիտակցության գաղափարը, այդ ժամանակ այդ համերգը կազմակ, բայց ոչ թուրքերի համար, ստեղծագործող կար հայ, Հայաստանի վաստակավոր արտիստ և Ադրբեջանի վաստակավոր արտիստ Սերգեյ Սերգեև, նրա աղջիկը Սեդա Սերգեևան, էլի Հայաստանի վաստակավոր արտիստ էր, իսկ կինը պարսկուհի էր, ոչ ադրբեջանցի, պարսկուհի Սուրյա Կաջար, որը և Հայաստանի ժողովրդական արտիստ էր, և Ադրբեջանում էին տվել այդ կոչումը նաև, նրանք երկար տարիներ Երևանում էին ապրել, Թեհրանում էին ապրել, հետո Երևանում, հետո գնացին Պարսկաստան, նորից եկան Երևան։ Ինչևէ, մեր ազգի ներկայացուցիչներ հարկավոր էր տեր լինել և այդ համերգին ներկա լինել, Հոբելյաներ։ Հրավիրել էին, հիմի եթե չգնաս, այլ կերպ անկալվում, հասկանում ես, ուրեմն անպայման պետք է գնաս, վերջը գնացի աղջի, բա ով պետք է ինձ նվագակցի։ Ասես մի վախ է, այնտեղ հայ երաժիշտներ կան, այդ երաժիշտները քեզ կնվագակցեն։ Ես մենակ Սողոմոն Գավրիլիչին տարա հետս, Սողոմոն Սեյրանյանին, որ մեկ էլ Վաչե Հովսեփյանին։ Թառիստ էր, չէ՞, թառահար, ժողովրդական արտիստ էր։ Նա ընդեղի թառի հիմնադիրն է եղել, ինքն Սողոմոնն է եղել, մի որ իրանք հպարտանում են իրանց թառի դպրոցով, հիմնադրել է Սողոմոն Սեյրանյանը։ Եվ տարա Վաչե Հովսեփյանին ինձ հետ, որովհետև ռադիոն այդպես որոշեց, որովհետև այդպիսի դուդուկահար իրանք ընդհանրապես երազակ կարող է լինի, չեն ունեցել, չեն էլ ունենա, ինձ հետ տարա, ինչև է, և ուրեմն նրանք պետք է իմ տոնանությունները անգիր գիտեն, նվագեին են մյուսներն էլ նրանց միանային և մի կարգին նվագակցություն դուրս կար, ինչև է ստացվեց։ Հիմա բացի դա մի հատ երգ գոնե պտի հետ Սերգեյ Սերգեևի երգից երգեի, իր աղջիկն է ինձ հետ երգում, ուրեմն բանա, դուետ է, ինքը ասում է, սիրում եմ, ես ասում եմ սիրում եմ, ինքն ասում է, ասա հորս, սիրում եմ, ասա մորս, առանց նա հարսիկ չլի, եկ սիրելիս և այլն, եկ գովելիս եկ, այդպիսի տեքստ ունի, այս անխիղճը, հայրն ու մայրը նստած են առաջին շարքում, մեկը Հայաստանի և Ադրբեջանի ժողովրդական արտիստուհի, մյուսը Հայաստանի և Ադրբեջանի վաստակավոր արտիստ, ինքը այդ ժամանակ դեռ կոչում չուներ, Հայաստան գալուց հետո ստացավ Հայաստանի վաստակավոր արտիստուհու կոչում, ուրեմն ես երգում եմ, ես բեմ
ժողովրդին չեմ նայում, իրան նայում եւ լսում եմ երաժշտությունը, որ ճիշտ մուտք ունենամ։ Ասում եմ, սիրում եմ ինքը ասեց։ Պետք է ասի ասա հորս մեկ էլ ասած է։ Ասա դու մի ասա երաժիշտներին արդեն ինքն ասել ասեց։ Ասա հորս։ Ժողովուրդը ծափարեց։ Հայրը վեկացավ դալիճում կանգնեց։ Շուռ եկավ դալիճում։ Այդ տևեց մի 5 րոպե։ Եվ վերջացավ ինձ սենց անում։ Ասեմ դե վերջը նախանվագը որպես պաուզա դհոլը խփեց ես պիասեմ սիրում եմ երկրորդ անգամ սիրում եմ ասայդ այս անգամ էլ ասա մորս մայրը վեկացավ խոնարհվեց ժողովրդին ինչպես վայել է ժողովրդական արտիստը ունեն դե մի քիչ ձևերը շատ են մեր մոտ հա հայտարարում են եկա գլուխը ստալի վերջացավ գնաց բոլորը գիտեն որ այդ կոչումը ունես այնտեղ հատուկ բան էսպես մի խոսքով ասա մորս մերն էլ մի 20 րոպե էլ դրանցապահարեցին ասի առանձնահարցիկ չլի այդ ժամանակը եկ սիրելիս եկ գովելիս եկ ես որ ասեց հանում մոտիկ արի գնացի մոտիկ ինձ ասեց փաթաթվեց իսկ ինքը շատ գերեր շատ երբ որ ինձ վերցրեց ես մնացի կրծքամիջյան տարածքում Եմ ուրեմն որպեսզի շատ ծափահարեն երկարապահում ես խեղդվում եմ արդեն ճար չկա վերջում որ թողեց է ծարի ու շատ ապվեցի ծիծաղեց բայց հետո իհարկե այդ պահին հազիվ բանը շունչը ստեղն եկավ խելքը ստեղ եկավ սկսեցի խայտարակ ձևի ծիծաղել լավ էր բանը ծարեցի դուրս եկա վերջացավ իմ ելույթը հետո առանձին ելույթ տվեցին ինձ ես երգեցի իմ հայկական երգերը բան գերազանց ընդունելություն որտեվ հայերը շատ էին դալիճում երևի 70% ավելին եկել էին ինձ համար երևի Սողոմոնի համար Վաչոյի համար մերոնք ապշեցրեցին բոլորին իրենց երաժշտական կատարելությամբ կատարելագործված այսինքն այնպիսի մակարդակ էր որ շատ քչերը ունեն ավարտենք շնորհակալ եմ շատ հաճելի է շատ հետաքրքիր եւ ձեր կենսագրության հետ կապված այդ երգերի կատարման հետ կապված հետաքրքիր պատմությունների հետ կապված շատ հաճելի էր սիրելի բարեկամներ սիրելի հայրենակիցներ հիշեցնեմ որ այսօրվա մեր հաղորդման հյուրը Հայաստանի Հանրապետության ժողովրդական արտիստ Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների անսամբլի գեղարվեստական ղեկավար հայ երգի անզուգական կատարող Ռուբեն Մաթևոսյանն էր։ Շնորհակալություն, ստեսություն, մինչ նոր հանդիպում եթերում։